Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացվող նախագիծը հանրակրթության ոլորտի բարեփոխումների շրջանակներում առաջարկվող կարգավորում է եւ մասնավորապես գիտեք, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումների շարքում առանձնահատուկ կարեւորություն ունի կառավարման բարեփոխումը, որի շրջանակներում դպրոցի բովանդակային կառավարումը տարանջատվել է վարչատնտեսական կառավարումից եւ տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ։ Ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ, որի շրջանակներում հավակնորդները անցնում են հավաստագրման գործընթացով, այնուհետև ներկայացնում են զարգացման ծրագիր կոնկրետ հաստատության համար, որտեղ որ ցանկություն ունեն տնօրեն աշխատել։ Զարգացման ծրագիրը անցնում է անկախ փորձաքննություն մրցույթով ընտրված կազմակերպության կողմից եւ վերջին փուլում հավակնորդը մասնակցում է հարցազրույցի, նախարարության եւ լիազոր մարմինների համատեղ հանձնաժողովում։ Պետք է նշել, որ 23 թվականից մեկնարկած այս գործընթացը ի հայտ է բերել բազմաթիվ խնդիրներ դաշտում։ Մասնավորապես այս պահին արդեն 437 դպրոցներ կամ մեր պետական դպրոցների շուրջ 32% անցել են կառավարման նոր ձևաչափի, որոնցից տնօրեններ են նշանակվել 138 դպրոցներում։ Զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարում է հավակնորդների շուրջ 13%-ը։ Հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում նախորդ փուլը դրական հաղթահարածների շուրջ 38%-ը, ինչը վկայում է ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիրների մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքը նախորդ տարեվերջին հանրակրթության մասին օրենքում իրականացվեցին փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս տնօրեն գործուղել այն հաստատություններ, որոնք տևական ժամանակ տնօրեն չեն ունենում հավակնորդների բացակայության կամ դրական արդյունք չունենալու պարագայում։ Գործուղման կարգն արդեն ներկայացված է հանրային քննարկման։ Միաժամանակ վերլուծվել են նշանակման ընթացիկ կարգերի լավարկման հնարավորությունները եւ ներկայացված նախագիծը նպատակ ունի առավել արդյունավետ կարգավորումներ սահմանել, մասնավորապես զարգացման ծրագրերի փորձաքննության եւ տնօրենների նշանակման գործընթացում, հիմնվելով այս ընթացքում արձանագրված որոշակի խնդիրների վրա։ Մասնավորապես մի քանի մեխանիզմներ ենք առաջարկում։ Առաջարկվող կարգավորումներից մեկով փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, շահերի բախման, համագործակցության կասկածի կամ նման այլ դեպքերում ծրագիրը փորձաքննող կազմակերպության հետ կնքված պայմանագիրը կարող է լուծվել։ Ըստ նախագծի զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող հավակնորդը երկու անգամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու դեպքում պետք է կրկին զարգացման ծրագիր ներկայացնի, եթե հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ։ Պարզաբանեմ, որ երբեմն պարզ է դառնում հարցազրույցի ընթացքում, որ հավակնորդը առնվազն չի հանդիսանում զարգացման ծրագրի հեղինակը եւ այս պարագաներում կունենանք արդյունավետ արձագանքելու եղանակներ։ Հաջորդ կարգավորումը այն է, որ նախագծով հավակնորդին տնօրենի պաշտոնում նշանակվելու հնարավորություն է ընձեռվում փորձաշրջանով հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում։ Այս պարագայում մենք կունենանք հնարավորություն այն հավակնորդներին, որոնք հեռանկարային են կամ բավարար պատկերացում են ներկայացնում հաստատության զարգացման վերաբերյալ, սակայն օրինակ չունեն կառավարման մեծ փորձառություն, փորձաշրջանի հնարավորությամբ աշխատելու պայմաններ ստեղծել եւ փորձաշրջանի արդյունքով որոշել նրանց հետագա պաշտոնավարումը։ Այս պարագայում, եթե փորձաշրջանով կներգրավվի որևէ մեկը, պետք է նշանակվի փորձաշրջանի ղեկավար, մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված փորձառու տնօրեններից մեկի կողմից եւ այնուհետեւ փորձաշրջանի հաղթահարման ընթացակարգերն են սահմանված, բնականաբար դրական եզրակացության բացակայության դեպքում պաշտոնավարումը չի շարունակվի։ Նախագծով առաջարկում է նաև այս գործընթացի թվայնացումը եւ համապատասխան կարգավորումները նույնպես տեղ են գտել որոշման նախագծում։ Կարգավորվել են նաև մի շարք ընթացիկ տեխնիկական հարցեր։ Գտնում ենք, որ ներկայացված նախագիծը կօգնի էապես լավարկել առկա գործընթացը, խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։